Սա վախկոտ քաղաքականության դրսևորում է, սա ոչ թե պրագմատիզմ է, այլ վախվորած, պարտադրված քաղաքականության դրսևորում է։ Թուրքիան իր այս ժխտողական քաղաքականության մեջ մնացել է կայուն, թուրքերը հենց իրենք էլ փորձում են այսպես ոչ թե ընդունել իրենց մեղքը, այլ ընդհակառակը հայերին մեղադրել ցեղասպանության հարցում։ Թուրքիայի համար հայոց ցեղասպանության խնդիր էր։ Փաշինյանի քայլերը եւ ընդհանրապես Փաշինյանի քաղաքականությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար մի շարք խնդիրներից նրանց ազատել է։ Պետությունը իր գործիքակազմ դարձրեց ցեղասպանությունները եւ հայ ժողովուրդը դրա բնական տիրախներից մեկն էր։ Նստած անկախ հանրապետության կառավարության շենքում քննադատում են այն հիմքը, որի արդյունքում ստեղծվել է կառավարության այսօրվա շենքը։ Գիրք նվիրելը համարում են պրովոկացիա, դրոշ այրելը համարում են պրովոկացիա, հիշելը համարում են պրովոկացիա եւ հետո ասում են մենք ինքնիշխան ենք։ Ինքը խառնում է երկու երևույթ, չգիտեմ, միտումնավոր թե ոչ, երկու երևույթ իրար հետ՝ ռեալ քաղաքականությունը եւ պատմական հիշողությունը։ Դա աբսուրդ է, հիմա նույնն է, որ ասենք մենք հիշում ենք Ավարայրի ճակատամարտ, ուրեմն մենք թշնամանք ունենք Իրանի հանդեպ։ Հիտլերի անվան փողոց չկա, չէ՞ Գերմանիայում։ Գեբելսի անվան փողոց չկա, չէ՞ Գերմանիայում։ Բայց Էնվերի անվան փողոց Ստեփանակերտում վերջերս են անվանակոչել։ Թուրքիայում հարյուրավոր Էնվեր Փաշայի անունով փողոցներ կան։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Ինչպիսի Հայաստանով, ինչպիսի Թուրքիայով ենք այն դիմավորում։ Արդյոք ցեղասպանության միջազգային դատապարտման ու կանխարգելման քայլերը խանգարում են ռեալ պոլիտիկին ու տարածաշրջանային խաղաղությանը, Հայաստանի զարգացմանը։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր հարցերի պատասխանները ամեն ժամ հարցն ուսումնասիրող մասնագետից։ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մերքոնյան, բարի գալուց Կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերությունների համար։ Պարոն Մերքոն, մինչև այսօրվան անցնելը մի դրվագ երեկվանից իդեպ րոպեներ առաջ մենք հաղորդումը սկսելուց Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտեց, հետաքրքիր որ Թուրքիայից դեռ ձայն այս պահին գոնե չկա, ինչ մենք ձայնագրում ենք հաղորդումը, դրոշի այրումը Թուրքիայի։ Փաշինյանը խստորեն դատապարտ շատ արագ, դեռ դրոշը կարելի է չէր հանգել, հա, կրակը դատապարտեց, անվանեց սադրիչ քայլ եւ այլն, մի քանի ձևակերպում բնորոշում տվեց։ Ինչու այդքան կայծակնային արձագանք եւ ինչու ընդհանրապես արձագանք եւ երբ թուրք-ադրբեջանական այն մյուս կողմից հա մեզ ուղղված բացասական որևէ քայլ խոսք երկար մտածում են Երևանում արձագանքեն թե չարձագանքեն ինչու այդպես չէ որ իդեպ բոլորն էլ հասկանում են որ դա պետական Երևանը պաշտոնական Երևանը չէր այրողը էլի այո ուրեմն նախ ֆիքսենք հետեւյալը որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հայության նկատմամբ իրականացնում են ընդ որում տասնամյակներ շարունակ շատ ավելի վատ, շատ ավելի ընդգծված ռասիստական քայլեր եւ ընդամենը օրեր առաջ հայկական հանրությունը իմացավ, որ հիմնահատակ ավերվել է Ստեփանակերտի հայկական ուսումնարան աստվածածնի եկեղեցին Հայաստանի իշխանությունների կողմից զերո արձագանք հայկական դրոշը օկուպացված Արցախում Իլհամ Ալիևը տրորում էր, դնում էին որպես ոտքի շոր, այսպես ասած, հա, դռների մոտ եւ այլն, Հայաստանից զերո արձագանք, Թուրքիայում տարատեսակ նմանատիպ դրսևորումներ եւ այլն, եւ Հայաստանից 2018-ից հետո սկսած զերո արձագանք։ Եվ հանկարծ տրադիցիոն ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրելը բուրըն այսպես տվայտանքներ առաջացնում իշխանության տարբեր ղեկավար օղակներում եւ տեսեք մեկը մյուսին հաջորդելով սկսեցին դատապարտել, խոսել պրագմատիզմից եւ այլն, մոռանալով կամ գուցե չիմանալով, որ ասենք Թուրքիայում Թալիաթ Փաշան եւ մյուսները պետականորեն հերոսացված են, նրանց անունով փողոցներ, դպրոցներ եւ այլն կան, այսինքն ես մեկ բառով եթե փորձեմ ամփոփել, սա վախկոտ քաղաքականության դրսևորում է, սա ոչ թե պրագմատիզմ է, այլ վախվորած, պարտադրված քաղաքականության դրսևորում է եւ իրենց այս հայտարարությունները Ադրբեջանից ավելի առաջ, Թուրքիայից ավելի առաջ, վստահ եմ Թուրքիայից էլ կլինեն հայտարարություններ դրոշի այրման հետ կապված, բայց հիշեցնում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու այդ մարմաճը, որ ունեն այս իշխանությունները։ Տեսեք, մի քանի բանն էլ Փաշինյանն իր ուղերձում ասած, բայց մինչև այդ ասել, այդ ամբողջ ուղերձը
ճիշտ է, այնտեղ կար ցեղասպանություն տերմինը եւ այլն, բայց խաղաղասիրական էր մի տեսակ, նաեւ Հայաստանի արտգործնախարարության ուղերձում էր հատուկ շեշտված դա։ Այս մոտեցումը Հայաստանի վերջին տարիների գոնե մի փոքր համարժեք, adekvat արձագանքի արժանանում է, լավ Ադրբեջանի չասենք, այս դեպքում ասենք Թուրքիան, Թուրքիայի կողմից այդ համարժեքությունը որպես մասնագետ դուք տեսել եք։ Իհարկե ոչ, Թուրքիան ունի իր այսպես մշակված հստակ մեխանիզմները, իր կարմիր գծերը, որոնցից չի նահանջում, նաև հայոց ցեղասպանության փաստի հետ կապված տարբեր տարիներին Թուրքիան իր այս ժխտողական քաղաքականության մեջ մնացել է կայուն եւ որևէ կերպ Հայաստանից մեղմ հայտարարություններ կհնչեն, թե կոշտ հայտարարություններ կհնչեն, թուրքական քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը։ Թուրքիայի դասագրքերում շարունակում են հայոց ցեղասպանությունը հերքել, թուրքական հասարակական քաղաքական ընկալման մեջ ցեղասպանության կազմակերպիչները շարունակում են մնալ պետական պաշտոնական հերոսներ եւ այսպես շարունակ Անդրանիկ Զորավարը եւ մյուս երախտավորները մեր շարունակում են մնալ իրենց ընկալման մեջ ահաբեկիչներ, ցեղասպաններ եւ ավելին ասեմ Թուրքիայում թուրքերի ցեղասպանության տարատեսակ հուշարձաններ են կառուցվել 15 թվին մենք ենք կոտորել այսինքն, հա։ Ասենք տարբեր տեղերում կարելի է տեսնել, Էրզրումում իբրև հայերի իրականացած ցեղասպանության հուշարձան, Անից, Կարս ընկած այդ հատվածում կա նմանատիպ հուշարձան, այսինքն թուրքերը հենց իրենք էլ փորձում են այսպես ոչ թե ընդունել իրենց մեղքը, այլ ընդհակառակը հայերին մեղադրել ցեղասպանության հարցում։ Եվ այս ուղերձների հետևանքով բնականաբար Թուրքիային ոչ մի փոփոխություն չի լինի, ընդհակառակը ես տեսնում ավելի ագրեսիվ տոնայնություն։ Այո, եւ տեսնում եմ Հայաստանի ներքին գործերին միջամտելու, տարբեր ոճով միջամտելու քաղաքականություն, որ ոչ միայն թուրք պաշտոնյաները, այլև թուրքական տեսակետներ հնչեցնող ինչ որ կերպարներ, բլոգերներ, թե չգիտեմ, սոցիալական ցանցերի ակտիվիստներ, թուրքական թեզերը ուղղակի թեզերով ողողում են հայկական նաև սոցիալական ցանցերը, արդարացնում են Ստեփանակերտի եկեղեցու պայթեցումը, մեղադրում են հայերին Արցախում ինչ որ մսկիթների քանդելու բան մեջ, մոռանալով որ Շուշիի ուրեմն մսկիթը Գոհարաղայի մսկիթը վերականգնվել է այն մարդու կողմից, ով հիմա Բաքվի բանտում է Ռուբեն Վարդանյանի կողմից բացում արվել է 2000, եթե չեմ սխալվում 18 թվականին եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք տեսնում ենք Թուրքիայի ավելի ագրեսիվ ընթացքը, այսպես հակահայկական, բայց ես նաեւ կուզենայի ուղերձին անդրադառնալ, եթե ձեր հարցը փորձեմ կանխել, եթե կամ միացրանով այս մասը ավարտենք եւ այս հարցում եմ իհարկե։ Տեսեք, եթե այդպես նայենք ու ամփոփենք այս հատվածը, այսինքն նախորդ իշխանությունները, ընդհանրապես նախկին իշխանությունները Հայաստանի, երբ որ այս կերպ չէին խոսում, էլի ուզում էին հարաբերություններ հաստատել, բայց այսքան չէր։ Այդ պարագայում ձեր դիտարկումները այն ժամանակվա Թուրքիան այդքան ավելի ագրեսիվ չէր, քան հիմա, ճիշտ եմ հասկանում, այսինքն ինչքան զիջում ես, այնքան շատ է դա միանշանակ, ինչքան զիջում ես, այնքան ավելի առաջ են գնում եւ այնքան իրենց շեշտադրումներն ու պահանջները ավելի ագրեսիվ են դառնում եւ մենք կարող ենք դա տեսնել 90-ականների, 2000-ականների, 2010-ականների Թուրքիայի դիրքորոշումը, Թուրքիայի քայլերը, ես մի երկու օրինակ բերեմ, ասենք Էրդողանը հայտնի է աշխարհում որպես ագրեսիվ քաղաքական գործիչ, բայց նույն Էրդողանը, ասենք 2005 թվականին նամակ էր հղում Հայաստանի նախագահին, առաջարկելով հարաբերություններ կարգավորել, իհարկե պատմաբանների հանձնաժողով էր առաջարկում, բայց այն ամենին նամակ էր գրում։ Թուրքական նույն Էրդողանը արդեն հաջորդ փուլում ապրիլի 24-ին ինչ որ ուղերձ էր հղում, կարծեմ այս տարի էլ հաջորդող տարիներն են լինում, բայց շեշտադրումները մի քիչ այլ թույլ էր տրվում Ստամբուլում իրականացնել համավառություն ապրիլի 24-ին, որը այս տարի դեպ չէ, այս տարի էլ նախորդ տարի էլ արգելվել է եւ այլն, եւ բազմաթիվ այլ խնդիրներ, այսինքն մենք տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքականությունը, արժանապատիվ քաղաքականությունը Թուրքիային ստիպում է ինչ-որ քայլեր անեն, այսինքն Թուրքիայի համար, այսպես ամփոփենք, հա, Թուրքիայի համար հայոց ցեղասպանության խնդիրը խնդիր էր, որի շուրջ ինքը լարում էր իր ինչ-որ ռեսուրսներ, որպեսզի կարողանար ամեն ապրիլի 24-ը թուրքական քաղաքական համակարգի համար
գիտեք ինչ էր, այսպես ցունամիի պես բաներ, որտեղ իրենք տեսնում էին ամեն տարբեր երկրներից հայտարարություններ։ Տեսնենք Վաշինգտոնից ինչ կասեն, հա։ Վաշինգտոնից ինչ կասեն, փորձում են էս կասեցնել, էս հայտարարությունը, էս խորհրդարանը, էս միջոցառումը 2015 թվականի ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը, երբ Ծիծեռնակաբերդում կանգնած էր Հայաստանի նախագահ, կողքը Ֆրանսիայի նախագահ, կողքը Ռուսաստանի նախագահ, էլի նախագահներ, դա ուղղակի Էրդողանն է նաև ինքը խոստովանել, որ ես անձամբ Վլադիմիր Պուտինին խնդրել էի չգնալ Երևան, բայց նա չլսեց ինձ եւ գնաց։ Իսկ դա խնդիր էր։ Իսկ հիմա դա այլևս որևէ կերպ խնդիր չէ եւ ընդհակառակը Թուրքիան կարողացել է իր դիրքերը առաջ մղել, պարակտիչ գծեր մտցնել հայ հանրության մեջ, անգամ Սփյուռքում, այսպես այդ անջրպետները դնել, իշխանամետ, Փաշինյանամետ հատվածներ, որոնք Փաշինյանը այսինքն այդ խնդիր գծի գլխացավանքից Փաշինյանն է ազատել Թուրքիային։ Այդ ձևակերպումը կոռեկտ է։ Չէ, ես կարող եմ ասել Փաշինյանի քայլերը եւ ընդհանրապես Փաշինյանի քաղաքականությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար մի շարք խնդիրներից նրանց ազատել է։ Իհարկե Պրահայում, երբ որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմ, չի թուլացնում, չի ազատում Ադրբեջանի խնդիրը, չի ազատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որ ասում են, որ ճանաչել ես, ուրեմն ես Մինսկի խումբն էլ եկեք վերացնենք եւ այլն, եւ մնացած երկրներին չի թուլացնում, այսինքն բոլորի համար Փաշինյանը ստեղծում է կոմֆորտ պայմաններ, բացի Հայաստանի եւ հայկական հասարակության։ Ուղերձից, տեսեք, իմ ուշադրությունը երկու կետ է գրավել, կարող է այլ բան բացեմ թողել։ Մեկը, որ ասում է Հայաստանի քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսևորում ավելի խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը, որպես դա թույլ չտանք։ Ինչը պետք է հասկանան, հա, ինչ կա սրա տակ։ Եվ երկրորդը հղում է անում Գիտությունների ակադեմիայի հրատարակած հատորյակին պատմության, ասում են, որ այնտեղ արձանագրված է, որ մեծ եղեռնը այդ թվում հայ ժողովրդի միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է։ Սա է եղել հայ պատմագիտության եւ ընդհանրապես կոնցեպտի մեջ, հենց սա է եղել։ Տեսեք, նախ հայ պատմագիտության մեջ կարող են լինել տարբեր տեսակետներ եւ հենց գիտությունը նրանով է գիտություն, որ տեսակետների բախում է ապահովում։ Բայց կոնցեպտուալ կա, չէ՞, դասագրքային։ Եկեք հենց այդ հարցերն էր, որ ես ուղերձում դիտարկել է եւ ուզում եմ առանձնացնել։ Տեսեք, այդ թեզը, որ հայ ժողովուրդը դարձել է միջազգային քաղաքականության գերին եւ այդ պատճառով ենթարկվել է ցեղասպանության, ես կարծում եմ շատ ծեծված, մինչեւ խորքը չբացահայտված եւ սխալ ինտերպրետացիաներով, սխալ մեկնություններով հանրությանը ներկայացված թեզ է։ Հիմա բացատրեմ իմ տեսակետը որն է։ Տեսեք, ցանկացած ժողովրդին անկախությունը հեշտ չի տրվում։ Անկախությունը դա կարող ասել քաղաքական երկունք է, որից այդ երկունքից հետո է ծնվում անկախությունը։ Հեշտ չի տրվում։ Պայքար, պատերազմ, զոհեր եւ այլն եւ այլն։ Հիմա ինչպիսի իրավիճակ էր Օսմանյան կայսրությունում եւ արդյոք հայ ժողովուրդը այդտեղ այսպես կուրորեն սխալ գնում էր ինչ որ ուղղությամբ, որի հետևանքով տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Օսմանյան կայսրությունը երկու կարևոր հանգամանք կա, որ պետք է ֆիքսել։ 19-րդ դարի կեսերից արդեն որպես պետական քաղաքականություն ընդունել էր ցեղասպանության հայեցակարգը, այսինքն այդ պետությունը արդեն մտածողությամբ ցեղասպան էր եւ ցեղասպանության ծրագիրը պետականորեն ընդունվել էր 19-րդ դարի երկրորդ կեսին։ Համիդյան ջարդերը ջարդերից էլ առաջ ակադեմիկոս Սաֆրաստյանը մի հիանալի գիրք ունի այդ մասին, որ արդեն Համիդից առաջվա վարչակարգի մոտ էլ դրված էր, որ որպես քաղաքական խնդրի լուծում դիտարկել ցեղասպանությունը եւ առաջինը դա փորձարկվեց բուլղարների վրա 1875-ին հույների վրա, հայերի վրա, այսինքն պետությունը իր գործիքակազմ դարձրեց ցեղասպանությունները եւ հայ ժողովուրդը դրա բնական տիրախներից մեկն էր եւ այսինքն հայ ժողովուրդը ինչ էլ աներ, պետությունը արդեն այդ մտածելակերպով ցեղասպանել եւ կոտորել առաջին համաշխարհային պատերազմը դրան հա չէր կարող հիմնական պատճառ լինել, ճիշտ եմ հասկանում, դրթող։ Այո, եւ երկրորդ հանգամանքը, որ Օսմանյան կայսրությունը արդեն փլվող պետություն էր, դա ֆիքսված իրողություն է եւ իր բռնապետական հակումներով պետություն էր, որտեղ քաղաքացիները ունեին, ինչպես Փաշինյանն է ասում, դեմոկրատիայի, անձի պաշտպանության եւ այլ խնդիրներ, եւ ինչ պետք է աներ, եւ ունեին հեղափոխություն անելու, ապստամբելու իրավունք, ինչպես Փաշինյանական տրամաբանության մեջ է։ Բայց եթե հարկային առումով հայերը անհավասար էին, եթե անձի պաշտպանության, արժանապատվության պաշտպանության եւ բոլոր առումներով հայերը անպաշտպան էին,
Ուրեմն պետք է դիմեին ինչ-որ մեթոդների, որ կարողանային իրենց ունեցվածքը, արժանապատվությունը, եկեղեցին, կյանքը պահպանել, չէ՞։ Որովհետև այդ պետությունը ճնշում էր եւ ըստ էության մեծ զնդան էր ոչ թուրք ժողովուրդների համար։ Հետևաբար այս process-ների արդյունքում բուլղարների մոտ, հույների մոտ, հայերի մոտ, այլ ժողովուրդների մոտ առաջ եկավ ապստամբելու, հեղափոխություն անելու, իրենց կյանքը պաշտպանելու օրինական ցանկություն։ Եվ այդ ցանկության կոնտեքստում հարցը բնականաբար նաև մտավ մեծ քաղաքականության մեջ եւ բնական է որ հայ ժողովուրդը պետք է փնտրեր դաշնակիցներ այդ մեծ քաղաքականության մեջ որովհետեւ ստացվում էր պատերազմ Օսմանյան պետության ու հայ ժողովրդի միջև երկու անհավասար մի կողմից հասարակ հայ այսինքն քաղաքացիներն են մյուս կողմից պետությունը իր բոլոր մեխանիզմներով եւ այդ ինքնապաշտպանական կռիվները հայդուկային շարժումը եւ այդ բոլոր այստեղից ծնված երևույթներ են որ մարդիկ որ ինչու է ի հայտ եկել ասենք աղբյուր Սերուփը ինչի է զբաղվել զինված գործունեությամբ որովհետեւ փորձել է պահպանել իր ընտանիքի իր ընկերների իր գյուղի արժանապատվությունը չեն թողել հանգիստ ապրեն այդ մարդիկ այո որովհետեւ եթե գալիս էին մարդու ընտանիք աղջկան խլում տանում էին տունը բռնագրավում էին գույքը վերցնում էին բայց մարդն ինչ աներ այսինքն օրինական պետք է ընդվզեր եւ այդ ընդվզումը ավելի ամբողջական է դառնում որովհետեւ այդ ամբողջ ժողովրդի հանդեպ էր այդ նույն քաղաքականություն եւ այս իմաստով բնականաբար կարող են լինել դաշնակից այսպես պետություններ որոնք այս կամ այն շահախնդրությունից ելնելով հարցը բարձրացնեին հիմա նույն Մեծ Բրիտանիան հետո Ռուսաստանը եւ մյուսը հետաբար այդ թեզը որ հայ ժողովրդի պայքարը այսինքն այլ պետությունները դրթեցին որ հայ ժողովուրդը դառնա մեծ քաղաքականության մանրադրամ դա այդքան էլ այդպես չէ ուղղությունը հակառակից են բերում այսինքն իհարկե եթե այսինքն դուք ասում եք որ Օսմանյան կայսրությունը այնպեսի լավ իդիլիա պայմաններ էր ստեղծել իդեալական հայ ժողովուրդը գնաց դիմեց Բրիտանիային կամ Ֆրանսիային կամ Ռուսաստանին հա եկեք մեզ օգնեք ինչ որ ինչ ուրեմն խնդիր կար իրականում չէ հետեւաբար բայց հարցը մյուս կողմն է որ հայ ժողովուրդը քաղաքական ղեկավարությունը միգուցե այս բարդ աշխարհակաղակական խաղում ոչ միշտ է ճիշտ կողմնորոշվել եւ նաեւ չի կարողացել զերծ պահել այսպիսի աղետներից հետեւաբար սա այս ինչ որ տեղի է ունեցել ես կարծում եմ հայ ժողովրդի անկախության մշտնջենական գաղափարի դրսևորումն է որ ի վերջո ինքը չէր մոռացել պետականություն ունենալու գաղափարը իր ենթագիտակցության մեջ եւ գնում էր դրան իրենից առաջ հաջողվել էին այլ ճնշված ժողովուրդներ, բուլղարները, հույները, մյուսները հաջողվել էին։ Հիմա հայերն էլ փորձում էին իրենց պետությունը ստեղծել։ Եվ հիմա եթե Նիկոլ Փաշինյանական տրամաբանությամբ պետությունը, հեղափոխությունը, մարդու իրավունքները, գերակա արժեքներ են, բա Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներն էլ գնում էին դրան։ Ինչպես 2018 թվականի այդ իրենց շարժման ժամանակ Եվրոմիության դեսպան Պյոտր Սվիտալսկին աջակցում էր իրենց այնպես էլ այն ժամանակ հայ ժողովրդի օրինական պահանջների համար եվրոպական տարբեր դեսպաններ ակտիվ էին ինչի Պյոտր Սվիտալսկին կարելի էր այն ժամանակվա դեսպաններին չէր կարելի մտնել այս խաղի մեջ որը համաշխարհային եւ տարածաշրջանային խաղ է հետեւաբար այդ իր մեջ բերած հարցերը որ այ եթե մենք խելոք մնանք խաղաղ եթե ովս ոչինչ չլինի եթե այս ամեն ինչը չլիներ ուրեմն ոչ առաջին հանրապետություն կունենայինք հետո ոչ էլ երկրորդ հանրապետություն ոչ էլ կլիներ երրորդ հանրապետություն այսինքն հայ ժողովուրդը պայքարել է իր գոյության եւ իր պետություն ունենալու համար այդ պայքարը եղել է ընդդեմ Օսմանյան բռնապետական մի ահռելի մեքենայի որը ճնշվել է եւ որը որպես գործիքակազմ կիրառել է նաեւ ցեղասպանություն բա նույնը ըստ իրենց տրամաբանության սովետական միության վերջի փուլում երբ որ սկսվեց շարժում երբ որ Երևանում ցույցեր էին երբ որ զորք մտցրեցին հիմա այդ նույնը եթե չշարունակվեր ուրեմն Հայաստանը չէր անկախանա ասեն դե լավ մի բան արեք մի ընդվզեք թողեք ինչպես որ կա այդ դեպքում Հայաստանը չէր անկախանալու եւ մնալու էր սովետական միության կազմում մենք հիմա այդ զողությունների գնով ենք չէ ունեցել անկախ Հայաստան եւ մի հատ նայեք մարդկության պատմության այդ որ մի պետությունն է ստեղծվել բարի, այսպես դրական իրավիճակում առանց պայքարի, առանց պատերազմի, առանց հեղափոխության, առանց զոհողությունների։ Այնպես որ հարցը, երբ որ իրենք ասում են, այ մենք անցյալում սխալ ենք արել, դրա համար անընդհատ կրկնվող սխալ, դա էլ է սխալ ձևակերպում։ Այ դա ինչու է դա։ Ո՞րն է անընդհատ կրկնվող սխալ։
ամեն ինչ արդեն իսկ այս պահին էլ տարիներով ուսումնասիրել գիտականորեն պարզ է ինչու է եղել, չէ՞, ինչ այդ պատճառով այդ դեպքում ի՞նչն է նպատակը, ինչ ասա, վերախմբագրեր, վերաշարադրել, նպատակը ո՞րն է այդ սխալ, սխալ գտնել հայ ժողովրդի մեջ սխալ գտնել։ Նախ չիմացություն է, այդ որ ասում եմ ես կարդում եմ հայոց պատմության այդ հատորյակները, մենակ կարդալով չի, պետք է կարդալ, հասկանալ կոնտեքստը եւ այլն։ Երկրորդ մի գիրք կարդալով վերին դուք պատմաբան եք շատ լավ գիտեք մի գիրք կարդալով վերին ճշմարտություն դա համարելով չի լինի հիմա իրենց նպատակ Բեմիրճյանի Վարդանանքով չես կարող պատկերացում կազմել Վարդանանց ամբողջ ժամանակաշրջանի որը պարզագույն դպրոցական անգամ լոգիկա է հիմա իրենց ջանքերը ինչի համար է որ ցույց տա որ տեսեք իրենց ընտրած ուղին խաղաղություն է այսպես ասած այլընտրանք չունի նախկինում ինչ որ եղել են այ դրանք հանգեցրել են այսպիսի ցեղասպանությունների բայց իրենք խոսում են մի երևույթի մասին որը չեն հասկանում որը սխալ են ընկալել եւ որը սխալ են նաեւ ներկայացնում նպատակը այդ այսօրվա մեսեջը դրա որն է դա անցյալից իզուր չի չէ այսօրվա մեսեջը դա այսօրվա մեսեջը այո այն է բայց այդ մեսեջը ինքը արդեն սխալ մեսեջ է այդ մեսեջը չկայացած մեսեջ է որովհետեւ այդ մեսեջում ասում է այ մենք ինչու որ հիմա անկախ ենք այ դա պետք է քննադատենք որովհետեւ մեր անկախությունը ծնունդ է առել դեռ դարեր առաջ անկախության գաղափարը հիմա որ ասում են այ նախկինում անդադ սխալներ են կա այդ անկախության գաղափարը ինչից է ծնունդ առել չեմ Իսրայել օրի ասենք թե այդ ժամանակվա ազատագրական միտքը որտեղից է ծնունդ որովհետեւ պայմանները այնպեսին են հայ ժողովուրդը չի կարողացել լիարժեք որպես ազգ որպես կրոնական որպես քրիստոնյաներ իրենց դրսևորել իրենց կենսապայմանները ունենալ դրա համար փորձել է ճանապարհներ գտնել եւ ճանապարհներից մեկը անկախ պետություն ունենալն էր եւ ահա այդ գաղափարը ծնվել է հենց այդ ճնշումների արդյունքում հետո Իսրայելը օրուն հաջորդել են մյուսները եկել հասել է մինչեւ 10-րդ դարի վերջ հետո հայդուկային շարժում հետո ցեղասպանություն հետո ի վերջո Սարդարապատ այդ ամեն ինչի արդյունքում ի վերջո ծնվել է առաջին հանրապետությունը հիմա իրենք ասում են այ նստած անկախ հանրապետության կառավարության շենքում քննադատում են այն հիմքը, որի արդյունքում ստեղծվել է կառավարության այսօրվա շենքը։ Եվ ասում են ճիշտը խաղաղությունն է, ճիշտը չընդվզելն է, ճիշտը չպայքարելն է, չհիշելն է։ Հիմա օրինակ տեսեք, երբ որ ասում եք adekvatության մասին, Թուրքիայում հիշում են 1071 թվականի Մանասկերտի ճակատամարտը 1071, այսինքն մոտ 1000 տարի առաջվա 950 տարի առաջվա պատմական արդարությունը իրեն չի խանգարում զարգանալ, մեզ խանգարում է փաստացիական պետությունը։ Սա մեր պետության հիմքն է։ Մանասկերտի ճակատամարտը ճակատամարտով դրվել է այսօրվա թուրքական պետության հիմքը։ Հասկանում եք, եւ հիմա դու ասում ես, չէ, մենք ամեն ինչ պետք է սկսենք 2018-ից եւ այդ խաղաղությունը չգիտեմ բարիդրացիականությունը ամեն ինչ մոռանալ իրենք անում են մի այլ տիպի սխալ ինչը քննադատում են նրանք այլ տիպի սխալ էին արել 100 տարի առաջվա 111 տարի առաջվա հայ քաղաքական մտքի որոշ շրջաններ իրենք էլ անում են այլ քաղաքական սխալ որը բխում է իրենց վախկոտությունից եւ երկակիությունը իրենց ստանդարտների շատ ակնհայտ է եկեղեցին պայթեցնում են ձայն չեն կարողանում հանել Ցեղասպանության թանգարան այցելած ԱՄՆ փոխնախագահային գիրք չեն կարողանում նվիրել, այդքան զրո ինքնիշխանություն ունեն։ Գիրք են նվիրում, հետո այդ տնօրենին հանում են, ասում են ինչի է պրովոկացիա։ Գիրք նվիրելը համարում են պրովոկացիա, դրոշ այրելը համարում են պրովոկացիա, հիշելը համարում են պրովոկացիա, եւ հետո ասում են մենք ինքնիշխան ենք։ Դու եթե գիրք չես կարողանում նվիրել, ո՞նց ես ինքնիշխան։ Այդ ինչքան ինքնիշխան ես, որ մի գիրք նվիրելու ինքնիշխանություն չունես։ Պարոն մեկ էլ ուղերձում էլ նորից չէ՞ այն թեզը, որ հակ անդադ կրկնում է հայրենիք չփնտրենք, դադարեցնենք փնտրտուքը այս 29000-ից դուրս հայրենիք չփնտրենք, դա սխալ բան է, էլի, կունենա, որպեսզի ցեղասպանություն էլի կրկնություն տեղի չունենա, նաև դա է շեշտում, ու նաև տանում են գիծը, որ սա խանգարում է արդեն հարևանների հետ, Թուրքիայի հետ բարիդրացիության, հարաբերությունների Սա էլ արհեստական չէ, արդյոք ինքը Փաշինյանը չգիտի, որ ոչ ոք էլ ով որ ասում է ես վանեցի եմ կամ չեմ, ես ջավախցի եմ, հիմա ես ամեն րոպե դա նշանակում ես հավակնություն եմ ներկայացնում Վրաստանին, եթե իմ հայրենիքը ջավախն է, բա ինչ ասեմ, այդ եմ ուզում հասկանալ։ Նայեք, Փաշինյանը
անբնական պայքարի մեջ է մտել, անբնական, այսինքն պայքարում է բնական օրինաչափ երևույթների դեմ, որը հնարավոր չէ պայքարել։ Հիմա դուք ինքը ասում ինչ են ասում վանեցի ենք, մշեցի ենք եւ այն։ Հիմա իմ ազգանունը մինչև Մելքոնյան լինել է եղել է Մշեցյան, որտեղ իմ պապերը Մուշից են եկել եւ իրենց ազգանունը Մշեցյան ցույց տալու համար, որտեղից են իրենք ծագում։ Հիմա ըստ Փաշինյանի, ես պետք է մոռանամ իմ պապին, դա անհնար է, չէ՞։ Փաշինյան չէ, 1000 Փաշինյան լինի, ես իմ պապին ոնց պետք է մոռանամ։ Լավ, դա ինչով է խանգարում զարգանա Հայաստանը, դառնա ժամանակակից պետություն, հարևաններից շփում անի։ Ոչ մի բանով։ Պատերազմները։ Ընդհանրապես ոչ մի բանով չի խանգարում։ Եվ երկրորդ անգամ ինչն է ինքը սխալ է։ Ինքը խառնում է երկու երևույթ, չգիտեմ, միտումնավոր թե ոչ, երկու երևույթ իրար հետ՝ ռեալ քաղաքականությունը եւ պատմական հիշողությունը։ Հիմա դուք ասում եք, որ դուք ջավախցի եք, չէ՞, բայց դուք Վրաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոչ մի բան չունեք։ Դուք որ մտնում եք Վրաստանի տարածք, սիրով մոտենում եք, այդ կնիքը ստանում եք, անցնում եք եւ այլն, որևէ խնդիր չկա։ Ճիշտ հակառակը իմ այնտեղ ապրող ազգականները ընդհանրապես խնդիր չունեն։ Շատ նորմալ զգում են իրենց Վրաստանի տարածքում եւ այլն, որպես պետության մաս։ Այո, այսինքն ինքը միտումնավոր խառնում, որ եթե դու հիշում ես, որ դու Մուշից ես, ուրեմն դու տարածքային պահանջներ ունես Թուրքիային։ Եթե հիշում ես, որ պապերը ջավախքից են, ուրեմն դու տարածքային պահանջ ունես։ Դա աբսուրդ է, դա աբսուրդ է։ Հիմա նույնն է, որ ասենք մենք հիշում ենք Ավարայրի ճակատամարտ, ուրեմն մենք ճշտամանք ունենք Իրանի հանդեպ։ Բա ինչի՞ չեք խոսում, եթե մենք հիշում ենք փղերը, բաները, այսինքն հանենք Վարդան Մամիկոնյանի արձանը Երևանի կենտրոնից, ինչի ենք դրել, դա չէ՞ որ ճշտամանքի բան է։ Եթե դու քննադատում ես Նեմեսիսը, ասում ես ինչ եք դրել Նեմեսիսի արձան, հա, այն նույնը պետք է Վարդան Մամիկոնյանի արձանն է հանես։ Սասունցի Դավիթի արձանն է հանի, դա էլ հոբանը Սասունից է, այդ ինչ եք դրել կայարանի մոտ այդ արձանը։ Տարածքային պահանջ չի Թուրքիայի հանդեպ։ Դրեք դա Սասունցի Դավիթը արդեն ցույց է տալիս, որ Սասունում եղել են հայեր։ Այ ինչի դրեք բան, չգիտեմ, ուրիշ բան, ասենք աշտարակցի Դավիթ չգիտեմ, հոկտեմբերյանցի, արմավիրցի Դավիթի արձան դրեք, որովհետև եթե այդ տրամաբանությամբ գնանք, տենց պետք է անենք, այսինքն դրա համար եմ ասում, սա անբնական պայքար է, անտրամաբանական պայքար է, որ չի կարող որևէ տեղ տանել, անհնար է տանել որևէ տեղ։ Չիմացություն է, թե միտում կա Մամիկոնյանի։ Վախկոտություն։ Սա վախկոտ քաղաքականության դրսև, այսինքն իրենք ճնշվում են Ադրբեջանի Թուրքիայի կողմից, չեն կարողանում հակազդել, դրսում վախկոտ են, ներսում թաքնված այդ լծակներով եւ այլն շատ համարձակ են, եկեղեցին պայթեցնելու համար ձայն չի կարողանում հանել Ստեփանակերտում, նույն օրը քննադատում է ամենայն հայոց կաթողիկոսին։ Այսինքն կաթողիկոսին կարողանում է քննադատել, որովհետեւ պետական լծակների են թույլ է տալիս, Ադրբեջանին ոչինչ չի կարողանում ասել, որովհետեւ քաղաքականապես թույլ է։ Արտաքին քաղաքականության մեջ է թույլ է։ Միջդեռ Ադրբեջանը Թուրքիայի փոխարեն է, արդեն Թուրքիայի դերոշը դա։ Այո, չի կարող։ Հետևաբար այս ինչ որ չիմացությունը, վախկոտությունը, ճնշվածությունը, մանիպուլյացիան, այս բոլորը խառնել են իրար եւ ինչն է վատ։ Ինձ համար նաեւ անընդունելի է կրկնակի, որ դա փաստորեն միայն մեկ անձի Նիկոլ Փաշինյանի տեսակետը չէ։ Նրան ձայնակցում են իր թիմը ամբողջ, ընդ որում ոչ մի տարբերություն չկա, այսինքն թիմում կան մարդիկ իր, որոնք ասենք ինչ-որ կրթություն ունեն մասնագիտական, չգիտեմ, արտգործ նախարարը ասում են պատմաբան է, ասում են, չգիտեմ։ Բա դու, այսինքն դու համաձայն ես որպես պատմաբան, ոչ պատմաբանի դիլետանտական ձևակերպումներին, թե դու ես այդ տեսակետներին համաձայն։ Ընդ որում գիտական կոչում ունեցող մարդիկ կան, չէ՞։ Բա ո՞նց է այդ հարցում ամեն համաձայնվում այս թյուր տեսակետներին։ Ցեղասպանության մասին աշխատություններ արած իր թիմակիցները կան, պատմաբաններ, իրավաբաններ։ Բա այս ամեն ինչը չեք կարողանում։ Դուք եք այս տեսակետին համաձայն, հետեւաբար սա ինչով է նաև այսպես խնդիր, որ ոչ ճիշտ տեսակետները սխալի հիման վրա ձևավորված տեսակետները փաստորեն դառնում են պետության տեսակետ, դառնում է իշխանության տեսակետ, հետո մտնում է դասագրքեր, հետո մտնում է կրթական համակարգ եւ դա նաեւ ահավոր այսպես բերում է թյուր ընկալում ամբողջ հանրության։ Ավելի երկարաժամկետ խնդիր կառաջացնի։ Եվ վերջինը, պարոն Մեկոն, դուք իհարկե ուղիղ տեքստով ասացիք, որ գլխացավանք էր Թուրքիայի համար ամեն ապրիլի 24 եւ այլն։ Հիմա այս բան այսօրվա աշխարհակարգը տեսնելով, երբ որ բազում պետություններ արդեն ճանաչել են ցեղասպանություն եւ այլն, չեմ ասում դնել արտաքին քաղաքականությանն ամենավերևում, բայց անընդհատ բարբերաբար գոնե այս փուլերում տարվա
բարձրաձայնել է, որ մենք այ կանխարգելող ենք, մենք դատապարտող, սա դեռ կարող է արտաքին քաղաքական դիվանագիտական զենք լինել, հաղթաթուղթ ինչ-որ Հայաստան, զսպող բան, թե դա արդեն այդ ժամանակները չեն։ Նայեք, ես փորձեմ շատ արագ 3 առումով այս հարցը դիտարկել, էլի։ Տեսեք, երբ որ ցեղասպանությունը ֆիքսում է որպես համամարտկային չարիք, եւ մարդկությունը կապ չունի թե որտեղ է, Հայաստանում է, թե ԱՄՆ-ում է, թե այլ տեղ է, պետք է ֆիքսի, որ դա համամարտկային չարիք է, որ հասկացվի, որ դա անելը անթույլատրելի է։ Հիմա ինչպես են ասում, որ, չգիտեմ, մարդ սպանել չի կարելի։ Բոլոր երկրների քրեական օրենսգրքում կա, չէ, որ մարդ սպանել չի կարելի։ Հիմա ասենք ցեղասպանությունն էլ հազարավոր մարդկանց սպանել է։ Հիմա երբ որ դու ասում ես ցեղասպանություն անել չի կարելի, դրանով ինչ ես ուզում ասել, որ սա համամարտկային չարիք է եւ բոլորով ամբողջ մարդկությամբ մենք պետք է սա դատապարտենք։ Մարդկությունը համընդհանուր ինչ որ թիրախներ ունի, չէ, որ ասում են, այ սա չի կարելի, սա բարոյական է, սա անբարոյական է, սա գովելի արարք է, սա վատ արարք է եւ այլն։ Հիմա ցեղասպանությունը նմանատիպ մի երևույթ է եւ որպեսզի դու դա հիշեցնես, ասենք պետք է օրինակը բերես, ամենասարսռեցնող օրինակներից մեկը այո ցեղասպանությունն է, այլ ցեղասպանություններ էլ բնականաբար կան, բայց դու այս հիշելով չես ասում ես հիմա Թուրքիայի հանդեպ այս պահանջն ունեմ, այն պահանջն ունեմ, այն պահանջն, ասում ես որ չի կարելի, հիմա այդ նույնն է, ես մի օրինակ կարծում 3 է բերել, բայց եթե Թուրքիայում կա Թալյատ Փաշայի անվան փողոց, հիմա նույնը կարող է Գերմանիայում լինել Հիտլերի անվան փողոց։ Հիտլերի անվան փողոց չկա, չէ, Գերմանիայում։ Գեբելսի անվան փողոց չկա, չէ, Գերմանիայում։ Բայց Էնվերի անվան փողոց Ստեփանակերտում վերջերս են անվանակոչել։ Թուրքիայում հարյուրավոր Էնվեր Փաշայի անունով փողոցներ կա։ Բայց այս տարբերությունը չպետք է ասես, որ սա լավ չի։ Չի կարելի, Թուրքիա պետք է ընդունես, որ սա եղել, եւ այդ Թալյատին, որը ձեր իսկ դատարանի կողմից ճանաչվել է թուրքական որպես հանցագործ, պետք չի հերոսացնել։ Նույն կերպ ինչ որ Գերմանիան չես կարա, չէ, Գերմանիային հանդիմանես, ասես, ինչ եք Հիտլերի անվան դպրոց դրել։ Չկա այդպիսի բան, բայց Թուրքիայում կա։ Հետեւաբար, երբ որ ասում ես ցեղասպանություն ենք, դատապարտում ենք, հիշում ենք, նաեւ կանխելու համար, այս իմաստով։ Երկրորդ հանգամանքը, տեսեք, ցեղասպանությունները հիշելը նաև մեծ քաղաքականության մաս է։ Մենակ Ադրբեջանը երբ վերջերս ասում եմ 1918 թվականի Ադրբեջանում իբրև թե հայերի կողմից բանի ադրբեջանցիների կոտել։ Հենց ինքը Թուրքիան նոր ասացի ինչ որ տարբեր ցեղասպանություններ, Էրզրումի թուրքերի ցեղասպանություն եւ այլն։ Այսինքն ցեղասպանությունները հիշել այդ պետության թուլության նշան չի, ռևանշի նշան չի։ Դա երևի համաշխարհային կարող ենք ասել քաղաքականության մի կարևոր մաս է կազմում։ Եվ ամենավերջինը, եթե կան այսպես Իսրայելն էլ փայլուն օրինակ, որ շատ հեռու չգնանք այդ մասով, այդ նոր ձեր վերջի ասած մասով։ Այո։ Եվ վերջինը Հայաստանը նաև այս ամենի արդյունքում մի իմիջի մի դրվագից էլ զրկվեց, որովհետև Հայաստանը արդեն 2015 թվականին հանդես էր գալիս որպես ընդհանրապես ցեղասպանությունները դատապարտող կանխարգելող երկիր, ինքը այդ դրոշակն էր վերցրել։ Եվ 100-ամյակի ուղերձը 2015 թվականին նաև այդ էր, հիշում եք այն գլոբալ ֆորումը, բանը, որ անցկացվեց, այսինքն ոչ միայն հայոց ցեղասպանություն, բոլոր ցեղասպանությունները եւ Հայաստանին այդ իմիջը ինչու էր այսպես հարիր, որովհետեւ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է, քրիստոնեական բարոյականությամբ մարդ սպանելը, ցեղասպանելը անընդունելի արարք է, Հայաստանը դառնում է ամբողջ աշխարհին այսպես մունետիկ դրոշակակիր, որ պետք չի անել ցեղասպանություն։ Հիմա այս ամեն ինչի արդյունքում Հայաստանի նաև այդ իմիջը կորավ, բայց դրանից կորցեց նաև ամբողջ աշխարհը, որովհետև Հայաստանը պայքար էր մղում ամբողջ աշխարհում ցեղասպանությունների դեմ։ Ու ինչ եղավ դրանից հետո, եթե չենք դատապարտում, ֆիքսված փաստ է, չես դատապարտում նախորդը, կարող է լինել նոր ցեղասպանություններ։ Հիմա Մերձավոր Արևելքում ինչքան մեր աչքի առաջ ցեղասպանական դրվագներ, էլ եզդիների հանդեպ, էլ ալևիների հանդեպ, էլ ինչ որ էթնիկ կրոնական այլ խմբերի հանդեպ, այսինքն այս ամեն ինչը շարունակվում է, ցեղասպանությունը սկսել է մարդկության հետ եւ երևի կավարտվի մարդկության հետ, որովհետեւ այդ մտածողությունը կա հիմա, բայց մարդկության հետ ծնվել են այլ արատավոր բարքեր եւս, սպանելը, չգիտեմ, գողանալը, մյուսը, բայց մարդկությունը դրա դեմ պայքարում է, չէ՞։ Ուրեմն այս ցեղասպանության ընկալման փաստը պետք է այդպես ընկալել, ճանաչման փաստը այդպես ընկալել, ոչ թե քաղաքականության մեջ ինչ որ Թուրքիայից պահանջներ եւ այլն եւ այլն։ Հիմա երբ որ հիշում են հոլոկոստը,
նշանակում է Իսրայելը ուզում է, չգիտեմ, Բեռլինը վերմիացնի Իսրայելին, չէ։ Շատ շնորհակալ եմ պարոն Մելքոնյան ժամանակ գտնելու համար։ Հիշեցնեմ կիզակետում այսօր ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք